Ճիշտ ասած զարմացած եմ sense պատասխան լսելու։ Ոչ թե չեմ սպասում, այսինքն նրան այդպես իրավունքով է տվել, այսինքն ոնց թե չի ընդունում քաղաքացուն, իրանք են նախաձեռնողը, այսինքն ցանկացած քաղաքացու իրանք պիտի ընդունեն առանց պատճառաբանություն ներկայացնելու, ընդ որում պարզվում է որ ոչ թե ընդունելությունն է չեղարկվե, ես տենց հասկացա պարզաբանող աշխատակցից, այլ իզից առաջ քաղաքացի ընդունել է եւ կարող է իզից հետո էլ ընդունի, չի պատրաստում միայն ինձ ընդունելու։ Սա ուղղակի խուսափում է, վախենում է երևի, այսինքն այն փաստարկների լսելուց, այն բաները, այսինքն պատասխաններ չունի ըստ էության, բայց սա ձև չի, ես կարծում եմ, որ մենք հենց պետք է հասկանանք, թե սրա նկատմամբ ինչ լուծում է։ Ես ինքս բարձրաստիճան պաշտոնյա եմ եղել, ես մարզպետ եմ եղել, երբ որ քաղաքացիների ընդունելություն ա եղել, մենք բոլոր քաղաքացիներին ընդունել ենք մինչև վերջին մարդը, ով որ հերթագրված ա եղել, ես իմ պրակտիկայում նման բան չեմ տեսել, նման բան չեմ հիշում, ասենք ընտրողաբար վերաբերվել քաղաքացիներին, ում են ընդունում, ում չեն ընդունում։ Բայց օրենքում կամ արժեքավորական օրենքում Սա կոպտագույն խախտում է, ես կբողոքարկեմ նրա անգործությունը, որովհետև որևէ հիմա ասենք ուրիշ բան ասեն, որ ինքը, չգիտեմ, ընդհանրապես քաղաքացիների ընդունելությունը հետաձգվում է ինչ-որ իր առողջական խնդիրների պատճառով, ասենք, չգիտեմ, WhatsApp-ով հաղորդագրություն է ստացել եւ ասենք ինսուլտ է տարել, վատ է, տարել են հիվանդանոց։ Դա օրինակ պատճառաբանություն է, բայց ասենք գալ այստեղ ընդունել քաղաքացիների մի մասիվ կոնկրետ ինձ չընդունել, սա ուղղակի կամայականություն է։ Սա չէ, սա պատասխան ունենալու է, սա չի մնալու։ Չէ, ո՞նց է սպասելի։ Ասենք այլ բանա ես նախաձեռնեմ ինքը մերժի հանդիպումը, չէ, բայց իրենք են նախաձեռնողը։ Ես կարդացել եմ ազգային ժողովի կայքում, որ քաղաքացիների ընդունելությունը ազգային ժողովի փոխնախագահի մոտ զանգել եմ, գրանցվել եմ, իմ անձնական տվյալներն են ճշտել, ես դրանք բոլորը հայտնել եմ ինչի համար, այս ընդունելությունը կայանալու նպատակով եւ հիմա դրանից խուսափելը դա չգիտեմ, դա պաշտոնական պարտականությունների կատարումից խուսափում է, ես պիտի հասկանամ, բա ինքը ինչով է զբաղվում, ինչ անում։ Ասում եք անհետևանք չի մնալու, ինչ եք պատրաստվում։ Ես ճիշտ ասած պետք է հələ մատ խորհրդակցեմ իրավաբանների հետ հասկանալու համար, ասենք այս անգործությունը քրեական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունա թե չէ, վարչահարության ինչ կամ վարչահարության իմաստով ինչ է սա նախատեսում, որովհետև սա ակնհայտ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափում է ու անհասկանալի պատճառաբանությամբ, այսինքն ոչ օբյեկտիվ պատճառ, սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Մանավանդ ես իրեն անձնական հարցով չի, ինձ հարցրել են ինչ հարցով եք ուզում դիմել, ես ասել եմ, որ հանդիպման նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քննարկումն է իր հետ, ինչը իր որպես падգամավորի պաշտոնական լիազորությունների շրջանակում, այսինքն ես իրեն անձնական հարցերով չեմ դիմում, որ ինքն էլ ընդհանրենք ասի, ես անձնական հարցերով ընդունելություն չեմ անում։ Օրինակ օրակարգում այլ հարց լիներ, ոչ թե իմպիչմենտի, հնարավոր է ձեզ ընդունել։ Չեմ կարող ասել, եթե հիմա ինքը իր պարտականությունների կատարումից հրաժարվում է, ինչ տարբերություն, ինչ հանգամանքներում է հրաժարվում։ Ինքը ասում է, ընդ որում ասում է, ձեզ աշխատակիցը տենց բացատրեց, ասում է, ձեզ չի ընդունում։ Սա ես լուրջ եմ ասել, ես պետական պաշտոններ զբաղեցել եմ, ես դες բան չեմ լսել։ Կոնկրետ իմ հետ, այսինքն ոչ թե քաղաքացիների ընդունելությունն է չեղարկվել, այլ ինքը մերժել է միայն ինձ հետ հանդիպումը, քաղաքացիների կամ ոչ մի պատճառաբանություն, տենց է, տենց ոնց որ տենց ասել։ Կոնկրետ միայն իմ հետ, այսինքն եթե այլ քաղաքացիներ կան գրանցված, նրանք մասնակցել են ընդունելությանը։ Այո, եթե շարունակեն նման վերաբերվել որպես ախոր պետք է փախած փոքր երկրում ո՞նց պիտի փախնեն, ո՞նց պիտի փախ։ Մանավանդ ես իրանց ինչ եմ անելու, ես խո իրանց աղբարկը չեմ նետելու, ոնց որ իրանք նետել են իմ գրությունը։ Չնայած իրանք հուշում են, որ տենց է, ինչ տարբերություն չէ, քաղաքացու հետ էս վարվում, թե իր խոսքի, որը պաշտոնական գրության տեսքով, պաշտոնական խողովակներով ներկայացվել է։ Բայց անկեղծ ասած ես չէի պատրաստում այսօր Ռուբեն Ռուբինյանին նետել աղբարկը։ Ես տենց մտադրություն չունեմ, անկեղծ ասած դες ֆիզիկական տվյալները չունեմ, որ ամենանգում նույնիսկ մեծ մտադրության դեպքում դա կարողանամ իրագործել։ Ես դա մենակ էլ իր հետ խոսալու։
Այո, եւ ոչ միայն, ես իր հետ նաեւ եւս երկու հարց ունեի քննարկելու, պայմանավորված իր հակասահմանադրական գործունեության ու կարգավիճակի հետ հայ-թուրքական գործընթացի իմաստով եւ նաեւ իր կարգավիճակից բխող պարտականությունների իմաստով պայմանավորված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու հանգամանքով եւ ինքը ինձ որպես քաղաքացու պարտավոր է տալ անհրաժեշտ տեղեկություններ եւ այս ընդունելությունների նպատակը հենց դա է։ Շահվածը բայց իրենք արդեն նախապես ասում են, որ այս նախաձեռնությունը անհրաժեշտ է իրենց համար ու որևէ կերպ չեն պատրաստվում։ Այսինքն կանխատեսել է որ պետք է հեսա։ Բայց անլուրջ է իրենց վերաբերմունքն, այսինքն եթե իմ բարձրացած հարցը հղում անում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ վերաբերվում է падգամավորների լիազորություններին։ Ոնց կարա դա անլուրջ լինի։ Բա լուրջը ո՞րն է, բա լուրջը իրանց պարտական Տեխնացումն է ոչ որ նման հարց։ Բայց ով ասում որ տեխնացում մենք պիտի ունենանք, այլ ոչ թե իրենք պիտի, բայց հարցերը հենց իրանց հետ պիտի։ Ես լսել եմ իրենց ճեպազրույցները ձեզ հետ մամուլի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ես մի քանիսի պատասխաններ եմ ստացել, անլուրջը իրանց մոտեցումներն են, իրանց պատասխանը, իրանք չեն պատկերացնում այս գործընթացի էությունը։ Եվ հիմա այս հանդիպումների նպատակն է նա, որ ես իմ համեստ գիտելիքների եւ փորձառության շրջանակներում փորձեմ իրենց բացատրել, որովհետեւ այդ տեխնացուն իրենք պիտի առաջադրեն։ Ես վարչապետի տեխնացու առաջադրել իրավունք չունեմ, ես падգամավոր չեմ։ Падգամավորը Ռուբեն Ռուբինյանը եւ ինքը իրավունք ունի նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Բայց ինքն էլ պարտավոր է դա անի։